Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, կրկին շաբաթ եւ կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է։ Այս անգամ անդրադառնանք այն հարցին, թե ինչ է կատարվում Իրանի շուրջ։ Ինչու սկսվեցին ռազմական գործողությունները, որտեղ կողմերը թերացան եւ ինչու չստորագրվեց վերջնական պայմանագիրը։ Քանզի բոլորն շատ լավ հասկանում էին, որ պայմանագրի ստորագրումը կարող էր նաեւ երկարատև խաղաղություն բերել տարածաշրջանին։ Այս եւ մյուս հարցերի հետ կապված մենք այսօր քննարկենք կրկին Գևորգի հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Վիկտոր։ Թեման բավականին կարևոր է, քանզի ինչպես ես արդեն նշեցի, եթե կողմերը գային վերջնական պայմանագրի ստորագրման, ապա հնարավոր էր խուսափել ռազմական բախումից եւ հնարավոր է նոր զոհեր եւ նոր ավերածություններ չլինեին։ Բայց այս անգամ կոնֆլիկտը տարբերվում է նախորդ պատերազմի հատվածից, նրանով, որ այս անգամ Իսրայելը չի մասնակցում։ Եվ թե ուշադրություն ես դարձրել, իսրայելական տարածքներ չի հրետակոծվում, այսինքն այստեղ խնդիրը Իսրայելի, այսպես պատկերավոր ասենք, ավագ եղբոր հետ է։ Իսկ Միացյալ Նահանգներ Իրան ուղիղ կոնֆլիկտ է այս պահին եւ թիրախավորվում են մերձավոր արևելքում բոլոր այն օբյեկտները, այդ թվում նաև տնտեսական օբյեկտները, որոնք ոչ միայն կապ ունեն Միացյալ Նահանգների հետ, այլև կապ ունեն անձամբ Տրամպի հետ։ Այսինքն այստեղ Տրամպի հետ կապված խնդիր կա, եւ Տրամպի ու Իրանի իշխանությունների միջև արկա անձնական շատ վատ հարաբերությունները ըստ էության բերեցին հանգեցրին այս կոնֆլիկտի նորից այսպես բորբոքմանը եւ ավելի դաժան դառնալու։ Համամիտ եմ։ Ու այո, այս դե ինչպես արդեն մեր ժողովուրդը լավ գիտի, մենք մեր ծրագրերում շատ հաճախ ենք հատկապես վերջերս սկսել անդրադառնալ իրանյան խնդրին, դե բնականաբար տարածաշրջանային խնդիր է, որը պետք է մեր, այսպես ասած, ֆոկուսի մեջ լինի։ Այո, դու շատ ճիշտ նկատառում արեցիր, այս անգամ իսրայելական հետք չկա այստեղ։ Ոնց որ Իսրայելը չի մասնակցում։ Թվում է, թե Իսրայելին ամենից ձեռնտուն հենց Իսրայելին է այս խնդիրը, ԱՄՆ Իրանի միջև է եւ այսպես ասած շատ բարդ է հիմա վերլուծել, թե սա դեռ որքան կտևի, հա բնականաբար առաջին հարցը, որը օրակարգային է, թե սա որքան կտևի։ Միջայլոց նաև դերակատարներն են եւ խաղացողներն են փոխվել։ Եթե նախորդ կոնֆլիկտի ժամանակ հիմնական հարվածը իրենց վրա վերցրեցին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները հատկապես եւ Օմանը, ապա հիմա կարծես փոխվել է աշխարհագրությունը եւ հիմնական թիրախներ իրանական հրթիռների համար դարձել են Հորդանանը, Քուվեյթը եւ Բահրեյնը։ Այսինքն մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ մենք նշել էինք, որ Միացյալ Նահանգները տեղափոխում է բազաները ավանդական վայրերից տեղափոխում է այլ վայրեր ավելի հեռու իրանական հրթիռների համար, բայց պարզվում է, որ բազաներ կարելի է տեղափոխել, բայց իրանական հրթիռները նաև հասնում են այնտեղ, այսինքն այս կարճ ժամանակահատվածում Իրանը տեխնոլոգիական առումով բավականին լուրջ առաջընթաց է արձանագրել եւ կարողացել է այնպես կատարելագործել իր հրթիռները, որ նրանք անգամ ավելի հեռու թիրախներ են խոցում եւ այսպես Միացյալ Նահանգների ռազմավարությունը չի աշխատում։ Քուվեյթը եւ Բահրեյնը դե իրենք ականատես եղան, չէ՞, ինչ տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի հետ կապված Միացյալ Արաբական Էմիրությունների, հա որ փաստորեն կարելի ասել է առաջին կիսամյակում այդ աշխարհի հզորագույն զբոսաշրջային, այսպես ասած, հաբերից մեկը զրկվեց իր այդ բիզնեսից։ Այո, փորձագետները նաև ուշադրություն են հրավիրում մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ Նրանք նշում են, որ հատկապես իրանական եւ արաբական փորձագետների մասին է խոսքը, որ խնդիրը այն չէ, որ Իրան-Իսրայել հարաբերությունները կարգավորվել են կամ թվացial, հա, որ Իրանը խնայում է Իսրայելին։ Այստեղ հետաքրքիր ռազմավարություն կա, Իսրայելի դեպի Իսրայել ճանապարհի բոլոր հնարավոր խոչընդոտները Իրանը վերացնում է, այսինքն եթե նկատել ես հարվածներ են ասում հիմնականում հոբ համակարգերին, որոնք տեղակայված են այդ երկրներում, որոնք պետք է որսային այն հրթիռները, որ գնում էր Իսրայելի ուղղությամբ։ Հիմա Իրանը հետաքրքիր ռազմավարություն է հասկանալի է եւ այստեղ ինչպես նույնիսկ եւ ավարտելուց հետո կրկին թիրախը դառնալու է Իսրայելը։ Հորդանանը արդեն շատ մոտիկ է ֆիզիկապես աշխարհագրորեն Իսրայելին, բայց նաև Հորդանանը միշտ աչքի է ընկել իր, այսպես ասած, դասական չեզոքությամբ, հա։
Արաբական աշխարհում ամենաթույլ երկրներից մեկն է, նաև ռազմական պոտենցիալով։ Ամենա, այսպես ասած, եթե այդ բառը տեղին է, հանգիստ երկրներից մեկն է։ Հանգիստ, որը հիմնականում զբոսաշրջության վրա է կենտրոնացել։ Եթե շատ հեռու չգնանք, այդ արաբական գարունը երբ որ սկսվեց, հա, 1 տասնամյակից առաջ, ավել առաջ, նույն Հորդանանին այն կողքով անցավ։ Հորդանանի կողքով անցավ, բայց կարծում եմ Իրանի վերաբերմունքը դեպի Հորդանան փոխվեց Գազայի հետ կապված Հորդանանի վերաբերմունքից։ Հորդանանի Հաշիմյանները, Աբդոլլա II-ը բավականին ընդգծված հակա Պաղեստինյան եւ հակա, այսպես գազայական քաղաքականություն ցեցին վարել, զարմանալի էր հաշվի առնելով Հորդանանի գլոբալ մշտական չեզոքությունը։ Այո, բայց եւ չխարդվելը որևէ այդպիսի գործընթացի։ Թրամփը երբ նոր էր եկել իշխանության, առաջարկեց Գազայի հատվածում մերձավոր արևելյան Ռիվիերա ստեղծել եւ առաջարկում էր անգամ Գազայի բնակչությանը մի մասին տեղափոխվել Հորդանան ապրելու, բայց այնտեղից եկավ բավականին կոշտ, որ մենք իրենց չենք ընդունի եւ այլ, այսինքն այդ վերաբերմունքը Գազայի ժողովրդի փոխանակ քննադատեն Միացյալ Նահանգների քաղաքականությունը, որ Գազան դատարկվում է ըստ էության եւ նրանց տարածքն է պետք, նրանք այլ տեսանկյունից սկսեցին իրենց պահել եւ սկսեցին քննադատել Գազայի ժողովրդին եւ պիտակավորել Գազայի ժողովրդին, որ մենք իրենց չենք վերցնի եւ այլն եւ այլն։ Ըստ էության կարելի է նույնիսկ չանել հավանաբար նման արտահայտություններ, հա, որովհետև նույն այդ հաստատաբար պետք չէր անել, իհարկե նույն այդ նախագիծը, որը Թրամփը առաջարկում, իդեպ շատ հետաքրքիր նախագիծ էր, այո, սարքել այնտեղ հերթական մի հատ հաբ, զբոսաշրջային եւ այլն, բայց առանց պաղեստինցիների իրենց տարածքն էր պետք, ինչպես նաև մինչև դա լիներ բնականաբար տեսականորեն շատ ժամանակ էր անցնելու, այսինքն նույն Հորդանանը ուներ շատ եւ շատ ժամանակ մտածելու համար եւ մանևրելու իհարկե։ Հիմա վերադառնանք հետ ուրեմն այս մեր իրավիճակին։ New York Times-ը բավականին հետաքրքիր հոդված է տպագրել, որը կարդալով հակամայից պարզ է դառնում, թե ինչու Թրամփը նորից սկսեց ռազմական գործողություններ։ New York Times-ը նշում է, որ Թրամփը ցանկանում էր ավելի բարձր գին սահմանել Օրմուզի նեղուցով նավերի անցման համար։ Այսինքն այստեղ խնդիրը փողն է։ Իրանի եւ Թրամփի այսպես շփումները եւ երկկողմ բանակցությունները բախվեցին մի կետի, որտեղ հնարավոր չեղավ հասկանալ առաջինը ով պետք է Գանձի գումարը Օրմուզի նեղուցով անցնելու, քանզի բոլորը շատ լավ հասկանում են, որ Օրմուզի նեղուցը այսօր դարել է համաշխարհային տնտեսության ողնաշարերից մեկը, եւ ով տիրում է Օրմուզի նեղուցին, նա էլ կարողանում է թելադրել իր կամքը համաշխարհային տնտեսության մեջ։ Եվ երկրորդը գումարի չափը բիզնես բաղադրիչն ենք տեսնում։ Այո, գումարի չափը, այստեղ խնդիրը ուղղակի գումարն է։ Խնդիրը գումարներ։ Օմանը մինչև ռազմական գործողություններ սկսելը առաջարկեց երկու այլընտրանքային ճանապարհ։ Այսինքն այս սովորական նավերը, որոնք ուղղակի ամենօրյա բեռներ են տեղափոխում, անցնեն Օրմուզի նեղուցի Օմանամերձ ափով, դա լինի միջանցք, եւ երկրորդ այն նավերը, ովքեր խնդրահարություն եւ այլն, արդեն Իրանի թույլտվությամբ կարողանան անցնել։ Ինչը Իրանը չընդունեց։ Իրանը շատ լավ հասկացավ, որ Օմանի առաջարկը դա ըստ էության ամերիկյան առաջարկն է եւ եթե երկու միջանցք է դառնում, Օմանը ԱՄՆ-ի ավանդական շատ լավ դաշնակիցներից է այնտեղ եւ իրականում լավ դաշնակից է, բայց նաեւ Իրանի հետ ունի շատ լավ հարաբերություններ։ Նաեւ միշտ Իրանի հետ ունի լավ հարաբերություն։ Արմատները երկու ժողովուրդները ըստ էության նույնն են, իրանական արմատներ են այնտեղ։ Անգամ խոսում են, որ դրանք նույն պարսիկներն են, ովքեր ուղղակի արաբախոս են դարձել, բայց ներքին իրենց այսպես ամենօրյա կյանքում իրենք օգտագործում են պարսկերենը։ Շատ հետաքրքիր պետություն է, այո, շատ հետաքրքիր։ Դե ինչպես նաև ունի պատմական լավ անցյալ մասկատում։ Այո, եւ այս ուրեմն պատերազմը նաև առանձնացավ նրանով, որ Եմենի ու Սաուդյան Արաբիայի միջև կտրուկ լարվեցին հարաբերությունները եւ հուսիտները հայտարարեցին, որ իրենք դուրս են գալիս այն զինադադարից, որ կա Սաուդյան Արաբիայի հետ։ Այդ փխրուն զինադադարը, որ ի վերջո կար։ Այո, փխրուն զինադադարը, որ ի վերջո կար, բայց ինչից սկսվեց այս լարումը։ Իրանը քաղաքացիական ինքնաթիռ է ուղարկում Եմեն, փորձելով կոտրել այն բլոկադան, որ սահմանվել էր սաուդների կողմից, որ ինքնաթիռներով որևէ այսպես հաղորդակցություն չպիտի լինի դեպի Սանա։
Եվ ինքնաթիռը վայրեջ կատարելու պահին օդանավակայանը ռմբակոծվեց Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Սա բավական էր արդեն, որ Եմենը հայտարարի, որ դուրս է գալիս եւ սկսվեցին փոխադարձ հարվածները Սաուդյան Արաբիայի եւ ուրեմն Եմենի միջև։ Պատմությունը ցույց է տալիս, որ սաուդները չկարողացան այդպես էլ հութիների հետ լեզու գտնել եւ չկարողացան լրջագույն խնդիրներ ստեղծել նրանց համար, միևնույն ժամանակ իրենք դարձան բավականին լուրջ հարվածների զոհ։ Մի կարևոր բան էլ Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանակից հատվածում Սաուդյան Արաբիայի տարածքում կենտրոնացված է Սաուդյան Արաբիայի շիա բնակչությունը, որը ստեղծության կազմում է մոտ 30%։ Այսինքն այդ հատվածում եւս իսկ հուսիտներն են շիա։ Այսինքն այդ հատվածում եւս կա բավականին լուրջ միջսահմանային համագործակցություն, բայց ոչ թե Սաուդյան Արաբիայի եւ Եմենի միջեւ, այլ Սաուդյան Արաբիայում բնակվող շիաների եւ Եմենի հուսիտների միջեւ։ Այսինքն նրանք այնտեղից ստանում են անհրաժեշտ եւ ապրանքները եւ փոխանակում են իրականացնում։ Սա էլ է շատ հետաքրքիր։ Բայց նախորդ պատերազմում Սաուդյան Արաբիա հուզիտներ չկար։ Ես հասկանում, դու այդ ամբողջ ալգորիթմն ես հիմա ասում։ Ալգորիթմն եմ ասում, բայց ինչով է սա կարևոր։ Եմենի պատերազմի մեջ մտնելը նշանակում է Օրմուզի նեղուցի փակվելուն զուգահեռ փակում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Դեպի Կարմիր ծով, դեպի Սուեզի ջրածք։ Սա եւս կա մի շատ կարևոր, ասկան երկու շատ կարևոր շահառու՝ Եգիպտոս, Իսրայել ու Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիան իր հետ։ Սաուդյան Արաբիայի այս հատվածն է դեպի Օրմուզ ավելի տնտեսապես ակտիվ, քան թե Բաբ էլ-Մանդեբի ուղղությունը։ Բայց Սուեզը նշանակում է Եգիպտոսի տնտեսությունը հսկայական կորուստներ է կրելու։ Եվ չմոռանանք Սուեզը դարպաստ է օվկիանոսից դեպի միջերկրական, այսինքն դեպի Եվրոպա, դեպի Բոսֆոր, Սևծով եւ այլն։ Հետևաբար սա ազդելու է բոլորի վրա։ Եվ կարծում եմ, որ այս ամենը կբերի նրան, որ ռազմական գործողությունները միգուցե շուտ դադարեցվեն։ Եթե նկատել ես ներկայիս ռազմական գործողությունները իրենց ակտիվությամբ այդքան էլ ակտիվ չեն, ինչպես օրինակ եղավ, այդքան ակտիվ չեն։ Բոլորն են շահառու, բոլորը հասկանում են այդ ամեն ինչի արգասիքը ինչ է լինել։ Բայց նաև շատ կարևոր մի հանգամանք, այս անգամ կարծում եմ Իրանի հատկապես պահպանողական թևը օգտվելու է այս առիթից բարեփոխիչների վերջնականապես քաղաքական ասպարեզից հեռացնելու համար։ Իրանի խորհրդարանի 180 պատգամավոր դիմել է ուրեմն Իրանի բարձրաստիճան ղեկավարությանը, հոգևոր ղեկավարության մասին է խոսքը, որպեսզի առաջինը Միացյալ Նահանգները դուրս գա այդ հռչակագրից, որ ստորագրվեց Իրանի հետ, Իրան Միացյալ Նահանգներ, Իրանը դուրս գա այդ հռչակագրից, եւ երկրորդը պահանջում են քննիչ հանձնաժողով ստեղծել, ով կքննի բանակցությունների ողջ ընթացքը։ Իսկ բանակցությունները ովքեր են վարել, Արաղչին, արտգործնախարար եւ Իրանի խորհրդարանի ղեկավար Գալիբաֆ, ով եւս բարեփոխիչներից է։ Այսինքն նրանց թիկունքում էլ կանգնած է Փեզեշքյանը։ Եվ Իրանում անընդհատ նոր խոսակցություններ են գնում, այդ ինչպես է լինում, որ բոլոր զոհերը, որոնք եղան Իրանի բարձրաստիճան ղեկավարության մեջ, ոչ մի բարեփոխիչ այդ զոհերում չկար։ Այդ ինչպես են այդ բարեփոխիչները կարողանում միշտ խուսափել եւ չլինել այն վայրերում, որտեղ հարվածներ են հասցվելու եւ որտեղ պետք է գտնվեին իրենք, քանի որ եթե Իրանի բարձրաստիճան հոգեվոր պաշտոնյաները գտնվում են այնտեղ, անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ իրենք դուրս են գալիս փողոց քայլում են, հա, Արաղչին եւ Ալի Լարիջանին։ Երկու օր հետո Ալի Լարիջանին սպանվում է, Արաղչին ոչ ոք Արաղչիի խաթրին չի կպնում։ Սրանք հարցեր են, որոնք Իրանի բնակչության մոտ կան։ Իդեպ մի այսպիսի հարց էլ ուզեցական է շոշափվել, չմոռանանք, որ շատ վաղ անցյալում ի վերջո պաշտոնական Թեհրանը եւ Ռիադը, Սաուդյան Արաբիան եւ Իրանը սկսեցին բանակցել հարաբերությունների լավացման գործընթացը, ոնց ասած, այսպես ասած, սկիզբ դրվեց եւ ես ավելացնեմ, որ պետությունները դեր գլխավոր գործոն են։ Ես ավելացնեմ քո ասածին, առաջին անգամ Այաթոլլայի ուրեմն հուղարկավորության արարողությանը մեծ պատվիրակությունով մասնակցեց Սաուդյան Արաբիան։ Դա ցնցող էր ուղղակի եւ երբեք նման բան չէր։ Նման բան այս 40 քանի տարվա մեջ։ Հետևաբար պետք էր այդ կառուցվող հարաբերությունները հերթական անգամ քանդել։
Իսկ պետք է այն պետություններին, ովքեր բնական է շահագրգռված չեն, որպեսզի մերձավոր արևելյան հսկաները առանց շահբազանության իրենք հսկա են թե ֆիզիկապես, թե բառից բոլոր առումներով, եւ նաեւ կրոնական հսկաները, որովհետեւ երկուսն էլ երկու ուղղությունների ղեկավարներն են։ Միանշանակ։ Հետևաբար, եթե նրանք ունենում են շատ լավ հարաբերություններ, նրանց պրոքսիներն էլ պիտի ունենան շատ լավ հարաբերություններ։ Պատահական չի, Իրանը Սաուդյան Արաբիան ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պայմանագիր, հուսիտների եւ սաուդների միջև հարաբերությունները կարգավորվեցին։ Այո։ Եվ նաեւ կարևոր գործ է, որ Չինաստանն էր դրա այսպես ասած։ Այս անգամ կարծես թե Չինաստանի ձայնը այդքան մենք չենք լսում։ Դա նշանակում է, որ միգուցե այդքան լուրջ չի այն ինչ որ կատարվում է։ Հակառակ պարագայում Չինաստանը ձայն կհաներ։ Կամ նրանք դեռ սպասում են։ Կամ սպասում են, թե ինչպես է իրադարձությունները, քանզի շատ հատուկ է արևելյան դիվանագիտության։ Ամերիկյան ազդեցության թուլացումը մերձավոր արևելքում բնականաբար բխում է Չինաստանի շահերից։ Շահումներից մեկը Չինաստանն է։ Կարելի է թե այս ամենը իրականացնել Իրանի ձեռքով, բնականաբար Սի Ցզինպինը չեմ կարծում, թե դեմ կլինի դրան։ Ինչևէ, մենք գործ ունենք մի իրողության հետ։ Իրանը այս պահին այնպիսի վիճակում է գտնվում, որ ցանկացած պահի, եթե բանակցությունները գնում են ոչ իր ուզածունով, ցանկացածունով, ինքը կարող է հարվածել։ Ինքը կարող է հարվածել, խնդիրներ ստեղծելով ոչ միայն Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում տնտեսական առումով, այլև հերթով շարքից հանելով նրա դաշնակիցների տարածքներում գտնվող ռազմական օբյեկտները։ Արդեն Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում այն աստիճան վնասված են այդ օբյեկտները, որ դրանց վերականգնումը տասնամյակներ է տևելու։ Այո։ Հիմա նույնը լինելու է Քուվեյթում, Հորդանանում եւ Բահրեյնում։ Եվ այս ամբողջը մաքրելուց հետո ըստ էության Իրանի առաջ բացվելու է ազատ դաշտ դեպի Իսրայել։ Եվ արժևում էլ միջանկյալ ընտրություններ են Տրամպի ուրեմն համար բավականին բարդ։ Ես կարծես թե չասենք 100%, բայց մեծ հավանականությամբ Տրամպը կարող է պարտվել այդ միջանկյալ ընտրություններում։ Այս միջանկյալը ԱՄՆ-ում շատ վճռական ընտրություն է։ Եվ դեմոկրատները ստանալով մեծամասնություն օրենսդիր մարմնում կարող են առաջ քաշել իմպիչմենթի հարց։ Ես վստահ եմ, որ նոր վարչակարգը, որ կգա Տրամպից հետո, բնականաբար կգան դեմոկրատները, քանզի հանրապետականները իրենց կառավարումը ըստ էության տապալել են արտաքին քաղաքականության բնակավարում։ Անգամ շատ հանրապետականներ են դա նշում, որ Տրամպը իր արտաքին քաղաքականությունը տապալեց։ Դա որտեղ մինչև Իրանը այնտեղ կային այլ խնդիրներ եւս։ Այո, այնտեղ կային այլ խնդիրներ եւս, դրան գումարած այն բազաները, որոնք տասնամյակներ շարունակ այնտեղ կառուցվել էին, ամրապնդվել էին, մի քանի օրերի ընթացքում ուղղակի սփվեցին երկրի ֆինանսապես մեծագույն։ Դա տրիլիոնների մասին է խոսքը, ԱՄՆ-ի պես երկիրը մի քանի օրում տեսնում։ Բացի այդ, չմոռանանք մեկ այլ կարևոր հանգամանքի վրա դու անընդհատ շեշտում ես արևելք, ես քո հետ համաձայն եմ, որտեղ մենք էլ ենք արևելքցի։ Այո։ Վստահությունը Պարսից ծոցի երկրների մոտ Միացյալ Նահանգների հանդեպ վստահության մակարդակը սկսում է իջնել, եւ նրանք չեն դիտարկում։ Այո, չեն դիտարկում Միացյալ Նահանգներին հենց անվտանգության երաշխավորեն գծած փողը տվել են Միացյալ Նահանգները պահել է իրենց անվտանգությունը։ Ու որևէ խնդիր չի եղել։ Ավելին, այդ քաղաքականությունը այնպես է վարվել, որ Իրանի հետ էլ անընդհատ նույն Օբաման դեմոկրատները հիշում ես եկան Իրանի հետ ստորագրեցին այդ գործարքը եւ կարծես թե իրավիճակը սկսեց հանգստանալ։ Դա բոլորին էր ձեռնտու։ Եվ հիմա կարծում եմ սա նաեւ լուրջ ազդակ պիտի լինի Միացյալ Նահանգների հաջորդ վարչակարգերի համար փոխել քաղաքականությունը։ Քանի որ Իրանի մասին ենք խոսում, մի փոքր մեր տարածաշրջան Trip Plus ներդրումային ընկերություն ղեկավար է նշանակվում մարդ, ով տրամաբանորեն չպիտի լիներ այդտեղ։ Բայց ինչպես ասում են տրամաբանությունը այլ է, իրական քաղաքականությունը ռեալ պոլիտիկա այլ է։ Այսինքն տարածաշրջանը նոր այսպես ճարտարապետություն է թելադրում բոլորին, եւ եթե մեծ տերությունները ցանկանում են տարածաշրջանում աշխատել, ապա պիտի հաշվի առնեն տարածաշրջանի պետությունների դիրքորոշումը։ Այստեղ պետք է քաշ գիտակցել, որ պետք է խաղաղություն։ Առաջին հերթին եւ կայունություն։ Կայունություն, դե մեկը մյուսից ենթադրում բխում է, հա։ Իսկ Իրանը այստեղ, ինչպես ասում են, key person, ինքը ամենակարևոր
Կարևոր օղակն է, առանց Իրանի մասնակցության ուղղակի հնարավոր չի, սա ոչ թե մենք ինչպես կարծիք ստեղծել գովում ենք Իրանի զոնու ներփողը չի, դա այլ ինչպես ասացին, իրական քաղաքականություն։ Սա ռեալ պոլիտիկն է, սա քաղաքական ռեալիզմ է ըստ էության, եթե տեսությունների մակարդակով եւ բառապաշարով խոսենք, եւ Իրանին հաշվի չառնել ուղղակի հնարավոր չի։ Ոչ մի պարագայում։ Դա կլինի Մերձավոր Արևելք, դա կլինի Հարավային Կովկաս, դա կլինի Կենտրոնական Ասիա եւ այլն եւ այլն։ Շնորհանք Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, բոլորն էլ գործոն են։ Գործոն են եւ լուրջ գործոն։ Լուրջ գործոն, իհարկե։ Շնորհակալություն այս թեման եւս միասին քննարկելու համար։ Բայց իդեպ մի բան նշեմ, որ ինչպես մենք միշտ ասում ենք, որ մեր մեծագույն ցանկությունն է, որ րոպե առաջ կրկին խաղացում։ Բնականաբար, թող լռեն, ինչպես ասում են, թնդանոթներ եւ խոսեն դիվանագետ։ Միշտ միայն այդպես լինի։ Եվս մեկ անգամ շնորհակալություն այսօր թեման միասին քննարկելու համար, սիրելի հայրենակիցներ, թեման կարծում եմ կարևոր է եւ մենք բարբերաբար կանդրադառնանք իրադարձությունների զարգացմանը զուգընթաց, թե ինչ է կատարվում։ Այսօր Մերձավոր Արևելքում որոշում է աշխարհի ճակատագիրը, այսօր Մերձավոր Արևելքում որոշում է միջուկային հարված հասցնել չհասցնելու հարցը եւ Աստված մի արասի հետ այդ ամենը իրականացվի եւ կողմերը որոշեն, որ եկել է այն ժամանակը, որ այլևս որևէ հնարավորություն չկա եւ պետք է ուղղակի միջուկային հարվածով մեկընդմիշտ փակել հարցը։ Սա բոլորիս է վերաբերվելու եւ բոլորս ենք դժելու այս ամենից։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունը ինչպես կզարգանան, խաղաղություն մեր տարածաշրջանի, խաղաղություն Մերձավոր Արևելքին։ Դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այս թեմաներ այսօր, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։